վերջերս ազգային ժողովում էր Սուրեն Պապիկյանը, այնտեղ Անդրանիկ Քոչարյանը ասում էր բանկաբուտուկ եկի բարակը էլ չի լինելու, խնդրեմ ես մասը ձեր տեսակետը եւ տարին նոր է սկսել ու արդեն նորից զոհեր ունենք բանակում։ Նախ ուզում եմ նաեւ նշել, որ բանակում պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվանից դարձրեցին 1.5 տարի։ Դա զգալիորեն ազդում է մեր բանակի զինվորների թվաքանակի վրա։ Մենք գտնվում ենք 2 թշնամական պետությունների արանքում՝ Ադրբեջան եւ Թուրքիա։ Ամեն ինչ պետք է դնել բանակի հզորացման վրա։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, որպեսզի ծառայեն իրեն։ Իշխանափոխությունից հետո այս ոստիկանների ուղիղ կեսին պետք է տեղափոխել բանակ զինծառայության։ Ամեն ինչ պետք է դնել բանակի հզորացման վրա։ Մեր պետության անվտանգության երաշխավորը գլխավորապես բանակն է, որոշ չափով նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Բայց Նիկոլը կազմաքանդել է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության քննիչներն են շինծ ու քրեական գործեր հարուցում ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների վրա, ազատամարտիկների վրա, պայստազորի զինվորականների վրա եւ գործող իշխանության ենթակայության տակ գտնվող դատարանների դատավորների միջոցով նրանց ապօրինաբար կալանավորում են շինծ ու մեղադրանքներով եւ սահմանափակում են մարդկանց ազատությունները։ Նիկոլը բազմիցս խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Նա եթե հիշեցնեմ, գնաց Արցախ 19 թվականին եւ հայտարարեց Արցախն Հայաստան է եւ վերջ, սրելով իրավիճակը եւ հնարավորություն տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ Իսկ այդ պատերազմին մենք պատրաստ չէինք, որովհետեւ բացի դրանից հայկական զինված ուժերի իր կարգավիճակով գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, ով չի ծառայել բանակում եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ պատերազմից։ Մեր տաղանդավոր, մեր հաղթական ժողովրդին տարան համապատրաստից պատերազմի, մատնեցին պարտության եւ Արցախն ամբողջությամբ հանձնեցին Թուրքին, բացի դրանից արդեն ասացի Հայաստանի տարածքից ավելի քան 200 ներողություն քառակուսի կիլոմետր տարածք։ Ես որպես նախկին պատերազմի մասնակից, նախկին ազատամարտիկ, ուրեմն ինձ համար ամենացավալին ու սարսափելին դա է, որովհետեւ ես բազմաթիվ մարտական ընկերներ եմ կորցրել եւ առաջին Արցախյան պատերազմում եւ 44-օրյա պատերազմում։ Ու բնականաբար մենք որպեսզի հզորացնենք մեր բանակը եւ ազատագրենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները, որպես պայման, որպես միջոց պետք է ազատվել գործող ապազգային թրքամետ իշխանություններից։ Իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր ազգային քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի, դաշինքների, կուսակցությունների համազգային համախմբում։ Եթե մինչև այս տարվա գարնան վերջը մենք այդ համախմբումը չարեցինք, ապա օգտագործելով իրենց վարչական լծակները, ֆինանսական միջոցները, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները, ադրբեջանա-թուրքական քաղաքական աջակցությունը, գործող ԿՊԱ-ական վարչախումբը երկարաձգելու է իր իշխանությունը եւ Հայաստանը դարձնելու է ադրբեջանա-թուրքական վիլայետ։ Մենք դա չպետք է թույլ տանք։ Մինչև այս տարվա գարնան վերջը պետք է լինի համազգային համախմբում, ձևավորվի մի հզոր ազգային քաղաքական միավորում, որը բնականաբար հանրությանը կներկայացնի մեր պետության բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ քաղաքական ծրագիր, այնուհետև պետք է ոտքի անել մեր ժողովրդին ամբողջ Հայաստանով մեկ եւ կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ վարչախմբին։ Անհրաժեշտ է պարտադրել Նիկոլի եւ իր կառավարության հեռացումն ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար հարկ կլինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար օրինական ազգային ժողովի ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունները իրականացնել են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Մենք հզորացնելու ենք մեր բանակը եւ ազատագրելու ենք Արցախն ու Շրամ կողմից բռնազավթված մեր մյուս տարածքները։ Շնորհակալ եմ հրավերքի